Պարոն Ասլանյան, ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել, մասնավորապես պատիվ ունեմ խմբակցությունը, երկու ձայն պետք է նաև միանա, որպեսզի այդ գործընթացը մեկնարկվի։ Դուք ինչ դիրքորոշում ունեք, կարող է միանաք։ Ոչ, մենք չենք միանա, որովհետև մեր կուսակցության համագումարի ժամանակ մենք ամբողջությամբ արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որ երբեք ոչ մի առիթով եւ ոչ մի պայմաններով չենք համագործակցելու Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ նրանց առանցքի շուրջ պատտվող գտնվող որևէ ուժի հետ։ Բայց սա կասկածներ առաջացնում, որտեղ դուք ասում եք, որ դուք ընդդիմադիր ուժ եք, ամեն դեպքում այն գործընթացները, որոնք Նիկոլ Փաշինյանի դեմ են, այդ գործընթացներին չեք միանում, այսինքն կեղծ ընդդիմություն եք։ Ով ինչ ուզում է թող մտածի, դա կեղծություն չի, դա մեր կուսակցության դիրքորոշումն է եւ մենք նոր չենք հայտարարում դա ստեղծված օրվանից, այսինքն փետրվարի 8-ից մենք հայտարարել ենք, որ չենք համագործակցելու Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան այդ առանցքում գտնվող ուժերի հետ։ Հիմա դուք նշել եք, որ Հովիկ Աղազարյանն էր, այսինքն նշել, որ թեկնածու ունեք։ Ով է այդ թեկնածուն։ Հնարավոր է, որ Հովիկ Աղազարյանն է հենց կամ դուք եք վարչապետի թեկնածու նկատի ունեմ։ Ես հիմա ոչինչ չեմ կարող ասել, որտեղ վաղը մենք ունենք մեր նիստը։ Այս թեկնածու կա, քննարկելու եք։ Վարչության նիստը։ Թեկնածու ունեք, այսինքն դուք վարչապետի։ Կքննարկենք։ Չէ, բայց պետք է թեկնածու ունենաք, որ քննարկեք, այսինքն կա այդ թեկնածուն։ Մենք վաղը կքննարկենք, եթե անհրաժեշտ լինի, կասենք։ Հովիկ Աղազարյանը ասում էր, որ գործընթաց նաև սկսելու, այսպես ծրագրեր կան։ Այո, ամեն ինչի ծրագրեր կան, գործընթացն էլ թող սկսվի, բայց նորից գործընթաց իմպիչմենտի։ Վաղը մենք շատ հարցեր կպարզաբանենք։ Հնարավոր է փաստորեն դուք իմպիչմենտի գործընթաց սկսեք Նիկոլ Փաշինյանի դեմ։ Եթե սկսելու լինենք, մենք ինքներս կսկսենք, բայց չենք համագործակցի այդ ուժերի հետ։ Որովհետև ես նորից եմ ասում, այսօրվա իշխանությունները եւ այսօրվա ընդդիմությունը իրար հետ սերտ աճած գոյակցություններ են։ Եվ մենք ոչ նրանց հետ ենք համագործակցելու, ոչ էլ նրանց հետ։ Թե մենք ինչ արդյունքի կհասնենք, դա կարևոր չէ։ Կարևորը մեր սկզբունքներն են, որ մենք պահելու ենք։ Այն ինչ որ մենք հայտարարել ենք, որ մենք երբեք հեղափոխական սկզբունքներից չենք հրաժարվելու։ Մենք երբեք չենք շեղվելու հեղափոխական այն ճանապարհից, որը սկսել էինք 18 թվականից եւ դրանից առաջ։ Բայց հիմա դուք ինչ հնարավորություններ ունեք, եթե դուք ազգային ժողովում այդ գործընթացը սկսեք, այդ դեպքում ձեզ ով է միանալու, երկու հոգով ինչպես եք անելու այդ գործընթացը։ Ոչինչ չեմ կարող հիմա ասել, թող վաղն էլ անցնի, հետո կորոշենք, գուցե մի եւ չսկսենք, գուցե եւ սկսենք, հետո սկսել մի խոսքով թող մնա հետո։ Դուք կարծում եք, որ հնարավոր է ձեզ միանան քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, խմբակցությունից։ Ես ոչինչ չեմ կարծում։ Եթե գործընթացի մասին նույնիսկ խոսվում է, նշանակում է այդ սպասումները կան։ Մենք ասենք վաղը գործընթաց ենք սկսելու։ Մենք ասենք վաղը մենք քննարկում ենք որոշակի կարևորագույն հարցեր։ Մասնավորապես իմպիչմենտի հարցն է քննարկել։ Կարող ենք քննարկել եւ ասել, որ չենք սկսում ոչ մի բան։ Ամեն դեպքում դուք իրատեսական համարում եք, որ քաղաքացիական պայմանագրից ձեզ կմիանան։ Ոչ։ Այդպես եմ կարծում։ Վախենում եմ Փաշինյանից։ Ձեզ համար պարզ չէ, ես ասեմ, դուք հասկացեք։ Այսինքն ոչ թե դժգոհ չեն, այլ վախենում են։ Դժգոհ են, բայց վախենում են խոսել։ Շատ-շատերը։ Իսկ կան անվախներ, որ կարող են միանալ ձեզ։ Չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել։ Բայց Փաշինյանը ինչ կանի, որ այդքան վախենում են։ Չգիտեմ, ես Փաշինյանը չեմ։ Բայց ինչով է արդարացված իրենց այդ վախերը։ Մարդու միջի վախը ես մի արդյոք ասել եմ, որ մարդը հիմնականում 3 բանից պետք է ազատ լինի, որպեսզի ինքը կարողանա ազատ գործել։
դա փողի իշխանությունն է, դա իշխանությունն է եւ դա վախի իշխանությունն է։ Գտեք որևէ մեկին, ուզածդ մեկին ավելի շուտ, որը այդ երեքից ազատ է եւ կտեսնեք, որ նրա ամբողջ խոսույթը ազատության մեջ է։ Հիմա իրենք վախում են իշխանությունը կորցնեն, ինչ խնդիր կա։ Իշխանությունը եւ փողը եւ վախնա, ես չեմ կարող ասել։ Գիտեք, վախը այդպես չի, որ օդի մեջ կախված է, մեկը բռնում է։ Վախը արտահայտվում է ռեալ իրավիճակներում։ Երբ մարդը վախկոտ է, նրանց ամեն ինչ կարելի է սպասել։ Բայց արդյոք բոլորը վախկոտ են խմբակցությունը։ Բոլորը վախկոտ են, ասի երբ մարդը վախկոտ է։ Դե մենք հիմա այս բանը խոսում ենք քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների մասին։ Ես չեմ խոսում քաղաքացիական պայմանագիր Ես հարցնում եմ, ասում եմ, ինչու դուք ասացիք, որ այո, շատերը նույնիսկ կարող են վախենալ եւ չմիանալ գործընթացին։ Եկեք պրովոկացիան բաներ չանենք, ես չասի իրենք վախենում են, կարող է եւ վախենան, կարող է եւ չվախենան, կարող է ուրիշ բան լինի։ Որոշները վախենում են, որոշները ոչ։ Տերմին է։ Ես այդպիսի բառեր չեմ ուզում ասել, ինչ եք ուզում։ Այդպես չէ, եկեք պայմանավորվենք։ Մենք սկսում ենք գործընթաց, ով ոնց ուզում է, կուզե կմիանա կամ դեռ մենք չենք էլ սկսել։ Թողնենք, մեկ անգամ ասվում է, մենք դեռ չենք սկսել, վաղը մենք ունենալու ենք վարչության նիստ։ Վաղը կորոշվի մեր հետագա ռեալ գործողությունները, բայց մեր մնացած գործողությունները հստակ են։ Մենք չենք համագործակցելու ոչ այն ուժի հետ, ոչ այն, որովհետև հստակ ասել ենք, այդ երկու ուժերը իրար հետ սերտաճել են։ Ընդդիմությունը եւ իշխանությունը իրար հետ սերտաճած են եւ մեկի գոյությունը այսօր ապահովում է մյուսին եւ պետք է ժողովուրդը առաջիկայում 26 թվականին այդքան գիտակցության գա, որ ոչ նրան ընտրի, ոչ էլ նրան։ Հիմա իշխանությունն ասում է մենք վերընտրվելու ենք, մարդիկ մեզ հետ են եւ որևէ պահանջ չկա մարդկանց մոտ, որպեսզի նման գործընթաց սկսվի։ Դուք համաձայն եք այս կարծիքի հետ։ Ես դրան չեմ ուզում պատասխանել, չէ՞ որ քիչ առաջ ես հստակ բացատրեցի ամբողջը։ Նկատի ունեմ ժողովուրդը իշխանության հետ է, գոհ է իշխանությունից։ Գիտեք, մի այսպիսի բան կա, ասում են ժողովրդի մի մասին կարելի է խաբել մշտապես, ամբողջ ժողովրդին կարելի է խաբել որոշ ժամանակով, ամբողջ ժողովրդին մշտապես խաբել հնարավոր չէ, այսինքն ժողովուրդը մի կատալիզատոր է, որ ի վերջո գտնում է ճշմարտությունը, աշխարհի շատ ու շատ ժողովուրդներ անցել են այդ ճանապարհով, այդ դժվարություններով, այդ ամբողջ խառնաշփոթներով եւ եկել հասել են մի որոշակի բանի, հիմա մենք էլ ենք անցնում, այսօր հայ ժողովուրդը իրականում կայացման պրոցեսի մեջ է, որովհետեւ դարեր շարունակ չունենալով պետություն, նա չի կարողացել հասկանալ ինչ բան է պետությունը, չի կարողացել գիտակցել ինչ բան է պետականությունը։ Փաշինյանին կընտրի այս ամենը գիտակցելով, կարծում եք 26 թվականին։ Որոշ մասը կընտրի, որոշ մասը մեծ կլինի այդ քանակը 50 գումարած կլինի։ Եթե անձամբ իմ կարծիքն եք ասում, ես կարծում եմ, որ ոչ։ Բայց այդ ոչը կապված է նրա հետ, թե ինչ ակտիվություն կլինի։ Ինչքան ակտիվությունը մեծ լինի, այնքան նրա ԿՊ-ի տոկոսը ցածր կլինի։ Պատրաստ եք ձեր տեխնատությունը առաջադրել, օրինակ վաղը որ կայանա ձեր քննարկումը կուսակցության, որպես տեխնատու վարչապետի։ Ես։ Ձեր, այո, ձեզ։ Ոչ։ Ինչու՞։ Պատասխանատվության տակ չեք ուզում մտնել։ Այո, ես գիտեմ դա։ Ես երբեք ինձ չեմ առաջադրի, ինձ նույնիսկ եթե առաջադրեն, կներեք, ուզում եք մի օրիգինալ բան էլ ասեմ, ամենայն ազնությամբ, եթե նույնիսկ առանց ընտրության ինձ վարչապետ նշանակեն, ես կհրաժարվեմ, որովհետև ես գիտեմ, թե ինչ է նշանակում ամբողջ ժողովրդի ցավն ու դարդը տանելը, ամբողջ պետության
դժվարությունները տեսնելը։ Դուք չեք պատկերացնում իրականում, թե դա ինչ է։ Ոնց կարող է պատահել վարչապետը պետք է լինի այնպիսի մարդ, որը ոնց ասեմ, չեմ էլ կարողանում պատասխանատվության տակ չեք ուզում մտնել։ Ես երբեք ուրեմն կներեք մի հետաքրքիր մի քիչ հեռու գնամ։ Մի 20 տարվա պատմություն է։ Պատերազմից հետո էր։ Այդ ժամանակ 20-ից ավել։ Ես աշխատում էի Շիրակացու ճեմարանում որպես ամբիոնի վարիչ էի։ Եվ դասերից մեկի ժամանակ երեխաները ինձ ասեցին, այն ժամանակ նախագահական էր, չէ՞։ Նախագահական էր։ Ինձ ասին, պարոն Ասլան, դուք կուզենաք երկրի նախագահ լինել։ Ես ասի, երեխեք, ես նման եմ հիմարի։ Ասին, ինչու պարոն Ասլան։ Ասի, որովհետև նախագահ լինել այսօրվա դրությամբ։ Նախ եւ առաջ դե ես այդ մյուս բառը չասցի, որտեվ այն ժամանակ պետք է ասեի նախագահ դառնալ այն ժամանակ կամ պետք է հիմարը կամ սրիկան։ Հիմա նրանք սրիկա էին դառնում էին։ Հասկացա, երեխեքի մոտ չուզեցի այդ բառով ասել նաև սրիկա, որովհետև բոլոր դեպքերում երկրի նախագահն է։ Հասկացար, չէ՞, ես այն ժամանակ էլ եմ հրաժարվել եմ, որովհետև իմ նատուրայի մեջ չափից դուրս պատասխանատվության զգացողություն կա, չափից դուրս, եւ ես կես տարի էլ չեմ ձգի։ Փաշինյանի հետ կապված ևս այդպես եք մտածում, որ կամ հիմար պետք է լինի կամ վաղուց Փաշինյանը վաղուց իրեն սպառել է։ Մենք մի քանի անգամ պարոն Աղազարյանի հետ ասել ենք, Փաշինյանը իրեն սպառել է եւ պետք է հեռանա, որովհետեւ նրա այսօրվա գործողությունները չեն համապատասխանում երկրի վարչապետի երեկվա նաև դեպքերը։ Եվ երեկվանը երկրի վարչապետը պետք է կարողանա բարձր վեր կանգնել բոլոր տեսակի բաներից։ Դա սովորական քաղաքացի չէ։ Դու ամբողջ պետություն ես ներկայացնում, ամբողջ ժողովուրդ ես ներկայացնում։ Չի կարելի։ Պետք է նման վիրավորական հայտարարություններ անել, համբալներ։ Գտնում եմ, որ վարչապետը պետք է հատուկենտ բառեր ասի, մնացածը նրա գործողություններում պետք է լինեն։ Դուք հավատում եք, որ նա կոռուպցիայի դեմ պայքար է մղում։ Ես հանձնաժողովի նախագահ չեմ, բայց չկա այն, ինչ կար մինչև հեղափոխությունը, բայց բոլոր դեպքերում կա այն, որոշակիորեն կա այն, ինչի դեմ հեղափոխությունը եկել էր պայքարելու։ Այսինքն մենք ինչու հեռացվեցինք ՔՊ-ից, որովհետև մենք չուզեցինք հեռանալ հեղափոխական սկզբունքներից։ Մեր ամբողջ խոսույթը դրա մեջ է, որ սիրելիներս այն սկզբունքով, այն նպատակով, որ մենք եկել ենք, որ մեռնենք էլ, պետք է այդ սկզբունքները պաշտպանենք։ Մենք չպետք է գնանք իշխանության հետևից, մենք չպետք է գնանք փողի հետևից, պաշտոնի հետևից, մենք պետք է պահենք հեղափոխության սկզբունքները։ Գուցե եւ արվեց, շատ բան արվեց, բայց նաեւ շատ բան բացի թողի գնաց, որը եւ բերեց մեր իրարից հեռացմանը։